Մյուս ամենաշատ տրվող հարցը բաժնեմասեր։ Ինչու է TRIP ընկերության բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու Հայաստանի Հանրապետությանը, իսկ ավելի մեծ մասը 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դե մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները, հա, գաղտնիք չի որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, հա, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, հա, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա, ենթադրվում է էլի կրկին բիզնես մոդելի հարց է, այդ փուլում որոշակի տարիների ընթացքում, երբ որ ներդրումների վերադարձը ինչ որ չափով սա արդեն բիզնես հաշվարկների հարցը ապահովված կլինի, այն ժամանակ արդեն եւ պայմանագիրը կերկարացվի եւս 50 տարով, գիտեք, արդեն քիչ առաջ ասեցի, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը, հարաբերակցությունը փոխվելու է եւ համարյա հավասար ենք դառնալու։ Այն նշեցիք front office եւ back office-ի մասին։ Հիմա այս մասով ինչպես է ապահովելու փոխադարձության սկզբունքը արդյոք Ադրբեջանում նույնպես գործելու է front office։ Չգիտեմ, մենք այդ հարցին չենք անդրադարձել, դա Հայաստան-Ամերիկա բանակցությունների առարկա չի, եթե շատ անկեղծ ասեմ, ես նույնիսկ չգիտեմ դրա կարիքը ընդհանրապես կա թե չէ այդպիսի ֆոկուսով ուրեմն բանակցություններ սկսել, ընդհանրապես նայեք, մենք առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու խաղաղությունից, առհասարակ խաղաղության պայմանագրից, այս համագործակցության դրսևորումներից, որ արդեն ունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ես մշտապես ասում եմ եւ հարցում եմ երաշխիքը որն է հաջողության գրավական օրը փող շահավետությունը։ Հիմա նայեք, այս կոնտեքստում եւս ամբողջ աշխարհը ուզում է իր ընթացակարգերը ջուրացնի, թվայնացնի, որպես եկողը վարկյան առաջ ստանա համապատասխան ծառայությունը, պետությունն էլ վերիֆիկացիան անի, տեսնի, որ այս մարդը վտանգ չի ներկայացնում, ինչ նպատակով է գալիս եւ արագ անցնի, եւ հետո մյուսը, հա, մյուս։ Այսինքն ծառայության այս դեպքում ուրեմն տարանցիկ ուղիներից օգտվելու, հա, իմաստը դրանք հեշտացնելն է։ Ես կարծում եմ, որ իհարկե սա Ադրբեջանի գործն է, իրանք թող որոշեն, բայց կարծում եմ, որ ցանկացած երկրի շահագրգիռ է, որ այն առաջի կետից, երբ որ իր սահմանը հատում է օտար երկրի քաղաքացին կամ բեռը, օտարերկրյա ընկերության պատկանող հնարավորինս հեշտ նախ ստուգվի վտանգի ուրեմն բացառվի վտանգի արկածին, եւ հետո հնարավորինս հեշտ դյուրի նան խնդիր այդ շարժը տեղի ունենա։ Պարոն Նախար, TRIP-ը նախատեսում է, որ Հայաստանը պետք է մշակի տարբերակված ընթացակարգեր այդ ճանապարհով անցնելու համար, այսինքն այն տարբեր է լինելու Հայաստանի այլ հատվածներում գոյություն ունեցող ընթացակարգերից եւ որն է լինելու այդ տարբերությունը։ Հիմա նայեք, ես հենց լավ է, որ այդ հարցը նախորդից հետո եք տալիս, որովհետև տրամաբանական եւ օրգանական շարունակությունն է, նախ տարբերակված ընթացակարգեր մարդկանց մեքենաների ապրանքների համար բավականին նորմալ գործընթաց է, այդ թվում եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ երկողությունով անցման համար ընդհանրապես մենք ուզում ենք մեր բոլոր ուրեմն սահմանների ուղղություններով ունենանք հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր, ապահովելով իհարկե որևէ կերպ չխախտելով, չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը եւ անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն անձի վերիֆիկացիա եւ ընդ որում կրկին հստակ ասում ենք, այդ ընթացակարգերը պետք է լինեն Հայաստանի օրենքների մեջբերում են, Հայաստանի օրենքների, կարգավորումների եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա մենք բոլոր սահմաններով ուզենանք ունենալ, ենթադրում եմ մեր հարևաններն էլ որևէ երկիր բոլորակի վրա։